Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես կցանկանայի վերադառնալ այս մտքերի փոխանակության ուրբաթ օրվա հատվածին, որտեղ պարոն Մինասյանը առաջարկեց մեզ, մեջբերում եմ ուղղակի, օգտվենք այն դասերից, որոնք որ դաշնակցությունը ստացել է թուրքերի հետ հարաբերություններ կառուցելուց։ Ինձ թվում է սա շատ կարևոր թեմա է ոչ միայն անցյալի շուրջ բանավեճի տեսանկյունից, այլ մեր ներկա եւ ապագա արտաքին քաղաքականությունը հստակեցնելու դիտանկյունից եւ ուրեմն որոնք են այն դրվագները, որոնք քննարկման են արժանացել այս դահլիճում, դրանք 3-ն են։ Առաջին հանրապետության մեկնարկի պահին 1918 թվականի հունիսին դաշնակցականներ Խատիսյանի եւ Քաջազնունու Թուրքիայի հետ կնքած Բաթումիում հաշտության եւ բարեկամության պայմանագիրն է, դրույթների մեջ չեմ խորանում, քանի որ վերնագրից հասկանալի է իմաստը։ Երկրորդը առաջին հանրապետության ավարտին 1920 թվականի դեկտեմբերին նույն Ալեքսանդր Խատիսյանի Թուրքիայի հետ կնքած Ալեքսանդրապոլի պայմանագիրն է, որով Թուրքիան ըստ էության դառնում էր Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը եւ պարտավորվում էր չեղարկել այլ պետությունների հետ բոլոր այն պայմանագրերը, Հայաստանն էր պարտավորվում, որոնք դեմ էին Թուրքիային կամ դեմ էին նրա շահերին, եւ վերջին դրվագը արդեն առաջին հանրապետության պահպանման վերջին փորձերի ժամանակ 21 թվականի մարտին դաշնակցական Սիմոն Վրացյանի 3 հեռագրերն են Թուրքիա, որտեղ նա խնդրում է Թուրքիային օգնել պայքարելու ռուս եւ հայ բոլշևիկների դեմ։ Ես ակնկալում եմ, որ այսօրվա դաշնակցականները առավել հստակ կասեն, թե վերջ-վերջում ինչպես են նրանք գնահատում այս քայլերը եւ ինչ դասեր մենք պետք է քաղենք այս պատմական փորձառությունից արդեն մեր երրորդ հանրապետության համար։ Պարոն Խաչատրյանը այստեղ է, պարոն Խաչատրյան, ուրեմն այս փետրվարին մենք բանավեճի էինք հանրային հեռուստաընկերությունում եւ ձեզ հարց տվեցին, թե արդյոք Սիմոն Վրացյանը կատարում էր թուրքական իշխանության հրահանգները, քանի որ դուք մեզ դրանում եք մեղադրում։ Դուք պատասխանեցիք, որ մեջբերում եմ ձեզ բառացի, Սիմոն Վրացյանի ասածը լրիվ ուրիշ խնդիր էր։ Կար բոլշևիկյան օկուպացիա եւ այստեղ խնդիրը այդ երկուսին իրար դեմ հանելն էր։ Այսինքն մենք կարող ենք հետեւություն անել, որ դասը, որը պետք է քաղենք այժմ, այն է, որ մենք այլևս երբեք չպետք է փորձենք թուրքերին եւ ռուսներին իրար դեմ հանել։ Դա պետք է լինի դասը։ Չնայած դուք հետո նաև ասացիք, որ Սիմոն Վրացյանը իր անձնական կարծիքն է հայտնում, սա էլ թերևս բարձրաբանման կարիք ունի։ Պարոն Մինասյան, դուք էլ ուրբաթ օրը ասացիք, որ Հայաստանի առաջին հանրապետության կործանման պատճառը հենց թուրք բոլշևիկյան համագործակցությունն էր, որը ցավոք սրտի մեզ համար դաշ չի եղել եւ որ ամենավատը այն է, որ մենք դասեր չենք քաղում ձեր փորձից այդ հարաբերությունները կառուցելուց, աչքներս չռած նաև Եվրոպայի վրա հույսեր դնելուց։ Այստեղ էլ են հարցեր ծագում։ Ես համաձայն եմ, աչքներս չռած Եվրոպայի վրա հույսեր չդնենք, իսկ Ռուսաստանի վրա աչքներս չռած հույս դնենք, թե ոչ։ Արժե որպեսզի այս հարցին դուք պատասխանեք եւ նաեւ հետեւյալ հարցին, ո՞րն է ռուսական կայսրության, խորհրդային միության, ներառյալ բոլշևիկների եւ ստալինիստների եւ այսօրվա Ռուսաստանի միջև տարբերությունը։ Եվ երբ դուք ասում եք թուրք բոլշևիկյան համագործակցությունից կործանվեց առաջին հանրապետությունը, ինչով է տարբերվում թուրք բոլշևիկյան համագործակցությունը ռուս-թուրքական համագործակցությունից։ Սիրելի քաղաքացիներ, քանի որ հնարավոր է, որ դաշնակցականները այս հարցերին չանդրադառնան, ես կարծում եմ անհրաժեշտ է կիսվել, թե ինչ եմ ես մտածում այս թեմաների վերաբերյալ։ Մենք Հայաստանի Հանրապետությունը կայացնելու համար մեզ տիրապետած 3 կայսրությունների, պարսկական, թուրքական եւ ռուսական կայսրությունների ժառանգորդ պետությունների հետ պետք է ձգտենք ունենալ կամ նորմալ, կամ լավ հարաբերություններ։ Ինչպես։ Սկսենք Իրանից, քանի որ Իրանի հետ մենք ունենք լավ հարաբերություններ, սա հեշտ է։ Եվ մենք այդ լավ հարաբերություններ ունենք անկախ նրանից, որ Շահ Աբասը գրեթե ամբողջությամբ հայաթափել է Արևելյան Հայաստանը 300,000 հայերին քշելով այստեղից դեպի պարսկական կայսրության հարավ։ Իսկ երբ Արևելյան Հայաստանը անցավ ռուսական կայսրությանը, ընդամենը 30,000 հայեր վերադարձան Արևելյան Հայաստան։ Մենք Իրանի հետ լավ հարաբերություններ ունենք նաև անկախ նրանից, որ պատմական մեծ հայքի 15 նահանգներից 3-ը փայտակարան, վասպուրական եւ պարսկահայք մասամբ կամ ամբողջությամբ գտնվում են Իրանի տարածքում։ Մենք փակել ենք պատմության այս էջը եւ համոզված ենք, որ ոչ մի իրանահայ չի բողոքի մեր դեմ, թե ինքը ճիշտ տեղում չի ծնվել եւ կամ
պահանջի մեզնից վերականգնել պատմական արդարությունը։ Ընդհակառակը, մեր երկու երկրների հարաբերությունների շարունակական պահպանման եւ զարգացման կողմնակից կլինի։ Թուրքիայի հետ հարաբերությունները։ Թուրքիան առաջինն է ճանաչել Հայաստանի առաջին հանրապետությունը եւ առաջիններից է ճանաչել Հայաստանի երրորդ հանրապետությունը։ Ինչու՞։ Բնավ ոչ մեր գեղեցիկ նայիրյան աչքերի համար, այլ այն պարզ պատճառով, որ հայերի ազգային պետությունը ձևավորվում էր ոչ թե իր տարածքում, այլ ռուսական կայսրության։ Իսկ հիմա մենք ինչ պետք է անենք։ Արդյոք պետք է գնանք եւ ազատագրենք նաեւ Արևմտյան Հայաստանը։ Ծածուկ հույսեր փայփայենք, որ եթե ոչ այսօր, ապա ապագայում նման հնարավորություն կստեղծվի։ Ոչ, մենք պետք է ռազմավարական երկարաժամկետ որոշում կայացնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի քաղաքական ծրագրեր Հայաստանի սահմաններից դուրս, չունի եւ վերջ։ Եթե Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունները պատմականորեն խարսխված են Թուրքմենչայի 1928 թվականի պայմանագրի վրա, որով ռուսական կայսրությունը մեր անունից դադարեցրել է հակամարտությունը Արաքս գետից դեպի հարավ, ապա այսօր մենք մեր մեջ պետք է գտնենք կամք բոլոր մակարդակներում ներառյալ ընդդիմության փակել հակամարտությունը, վերսկսելու հնարավորությունը Արաքս գետից դեպի արևմուտք։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տարագիր չէ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետություն ունի եւ այժմ մեր ինքնության առանցքը ոչ թե մեզ հետ պատահած ամենամեծ ողբերգությունն է, այն է ցեղասպանությունը, այլ մեզ հետ պատահած ամենամեծ բարեբախտությունը, այն է Հայաստանի Հանրապետության գոյությունը, դա է մեր ինքնության առանցքը։ Եվ վերջապես Ռուսաստանը։ Ինչպես նախորդ երկու պատմական համատեքստերում, այդպես էլ այստեղ մենք պետք է արձանագրենք, որ ռուսական կայսրությունը հալածում էր մեր եկեղեցուն, փակում հայկական դպրոցները, Խորհրդային Միությունը զրկեց մեզ մեր առաջին հանրապետությունից, Սիբիր աքսորեց մեզանից շատերի տատերին ու պապերին, իսկ այսօրվա Ռուսաստանը մեզ մենակ թողեց Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ հանդիման։ Սա արձանագրելով մենք պետք է սին հույսեր չկապենք Ռուսաստանի հետ, մեղմենք մեր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից եւ առաջ շարժվենք։ Մենք չենք կարող արտաքին քաղաքականություն վարել ոչ որպես Օսմանյան կայսրության ֆիդայիներ եւ ոչ էլ որպես սովետի դիսիդենտ եւ բնականաբար ոչ էլ որպես գուբերնատոր։ Հայաստանի Հանրապետությունը կայսրությունների առջև պետք է կանգնի իր սեփական երկու ոտքերի վրա։ Բոլշևիկների գալու վախից չնետվի թուրքերի կամ ուրիշների գիրկը, այն հույսով, թե նրանք մեզ փրկելու են։ Թուրքերի գալու վախից չնետվի բոլշևիկների գիրկը, այն հույսով, թե նրանք մեզ փրկելու են։ Չնետվի ոչ մեկի գիրկը։ Ինչ կապ ունի այս ամենը այնուամենայնիվ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի զեկույցի հետ։ Շատ ուղիղ։ Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացումները վերացրել են տեղեկատվական սահմանները, այսինքն Հայաստանի Հանրապետություն ունի ֆիզիկական սահմաններ, սակայն տեղեկատվական իմաստով ամբողջ աշխարհում սահմաններ այլևս չկան։ Հետևաբար մենք պետք է ճշտենք ամեն տեղեկություն, որ ստանում ենք։ Սիրելի քաղաքացիներ, կարելի է որպես սկզբունք որդեգրել պարզապես չվստահելը այն ամենին, ինչ ցնցում կամ անհանգստացնում է մեզ, քանի դեռ չենք համոզվել դրա ճշմարտացիության մեջ։ Մենք պետք է նաև վերլուծենք ամեն տեղեկություն, որ ստանում ենք։ Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որի հիմնական իմաստը այն է, որ պետք է վերականգնել Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական հարաբերությունները, հիշեք, որ Ռուսաստանի Դաշնությունը դեռ 2010-ականներից ահռելի քանակության զենք է վաճառել Ադրբեջանին եւ արդեն ունի ռազմավարական հարաբերություններ Ադրբեջանի հետ, իսկ Թուրքիայի հետ պատմականորեն կարող է մրցել կամ համագործակցել ըստ նպատակահարմարության, եւ սա չի փոխվելու։ Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որի հիմնական իմաստը այն է, որ թուրքը հավետ իմ թշնամին է, հիշեք, որ մենք նույնանման պատմական հիմքեր ենք ունեցել այդպես մտածելու նաև պարսիկների եւ արաբների մասին։ Մեր ազգային էպոսը Սասունցի Դավիթը արաբների հետ կռվելու մասին է, մինչդեռ այդ ժողովուրդների հետ այժմ մենք ունենք լավ հարաբերություններ։ Եթե դուք հանդիպում եք մի դիտանկյունի, որը թեկուզ թեթևակի միտք է պարունակում, թե Ֆրանսիան կամ որևէ արևմտյան երկիր մեզ կօգնի հետ բերել Լեռնային Ղարաբաղը, հիշեք, որ դա եւս դեպի անցյալ գլորվելու ծուղակ է։ Սիրելի քաղաքացիներ, եթե մենք դաս ունենք քաղելու պատմությունից, ապա այդ դասը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունենալու եւ զարգանալու միայն մեկ ճանապարհ ունի՝ չշրջվել դեմքով դեպի անցյալը, որտեղ մեր պետությունը չկար, նայել միայն առաջ, որքան էլ անցյալի բոլոր կայսրությունները այս կամ այն դեմքով ոռնան մեր հետևից, որքան մենք մոտենում ենք 26 թվականին այդ ոռնոց ուժ գնանալու է, լինելու են արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր, լինելու են Իրանի ադրբեջանալեզու տուրիստներ, լինելու են Երևանի փողոցներում ծաղիկները գետնին շպրտող ռուս բլոգերներ եւ այլ նոր բաներ, որոնք նկարագրելու
համար այժմ ոչ մեկիս երևակայությունը չի բավարարի։ Ամուր պահեք ձեր նյարդերը։ Եթե քաղաքականությունը շատ թունավոր է դառնում, դադար վերցրեք, գնացեք բնությունը վայելելու, սպորտով զբաղվեք։ Հեռու պահեք թույն արտաշնչող մարդկանց։ Պահպանեք ձեր տեղեկատվական միջավայրը եւ համբերատար սպասեք 26 թվականի ընտրության օրվան, երբ կկարողանաք բանեցնել ձեր իշխանությունը անմիջականորեն առանց քաղաքական եւ լրատվական միջնորդների։ Շնորհակալ եմ։